Նախկին նախարար մեկ այլ երևույթի մասին շաբաթ օրն էլ հրապարակվեց մի տեսանյութ, որը վերագրվում է Մայրաթորի դիվանապետին, խիստ անձնական բնույթի մի տեսանյութ։ Ինչպես է ստացվում, որ Հայաստանի Հանրապետությունում, որը ներկայացնում է իրավական պետություն, ժողովրդավար պետություն, եւ նման տեսանյութեր են պատրաստվում եւ հրապարակվում, իդեպ այդ տեսանյութերը ոչ բոլորին է հասանելի, այսինքն ոչ բոլորը կարող են անել հատուկ ծառայությունները, մեծ լծակներ ունեցողները, ինչու պետությունը չի պաշտպանում իր քաղաքացիներին։ Ես չեմ կարող ասել եւ չգիտեմ ով կարող է դա անել եւ կամ չի կարող անել, ես կարող եմ ասել մեկ բան, որ երևույթը ուղղակի անընդունելի է, անձնական կյանքին ցանկացած միջամտություն, հատկապես եթե դա զուգորդվում է որոշակի տեղեկությունների հրապարակմամբ, անընդունելի է եւ ոչ միայն անընդունելի է, այլ նաեւ քրեորեն հետապնդելի է։ Հիմա գործ կա դրանից։ Ես տեղյակ չեմ քրեական գործ։ Ենթադրում եմ, որ վաղ թե ուշ քրեական գործ պետք է լինի, եթե իրապես խոսքը անձնական կամ ընտանեկան գաղտնի կազմող տեղեկությունների հրապարակման մասին է, եւ եթե տեսանյութը fake չէ, ապա ես կարծում եմ, որ անձինք պետք է պարտադիր հաղորդում ներկայացնեն եւ պարտադիր պետք է քրեական գործ քննվի։ Դիմադիրները նշում են, որ գաղտնալսումներ են վերջի շրջանում, արդյոք չի մտահոգում ձեզ այդ փաստը եւ չեք զբաղվում դրանով, այս համատարած գաղտնալսումների։ Ես ինչով պետք է զբաղվեմ գաղտնալսումներով, խնդրում եմ էլի եթե կարելի է մի քիչ ներքև։ Ինչով պետք է զբաղվեմ ես գաղտնալսումները իրականացվում են կոնկրետ մարմինների կողմից, կոնկրետ նպատակներին համահունչ, իսկ այդ նպատակները կապվում են միայն հանցագործությունների կանխման կամ բացահայտման հետ։ Այլ պատասխան տալ չեմ կարող եւ չկա այլ բնության մեջ այլ պատասխան եւ պետք է նշեմ մեկ բան եւս, որ որպես օպերատիվ միջամտություն կամ օպերատիվ հետախուզական գործունեության տեսակ կամ միջոցառում ձեր կողմից նշված գաղտնալսումը իրականացվում է կամ կարող է իրականացվել, եթե դա մասնագիտացված մարմնի կողմից է իրականացվում, միայն դատարանի որոշման հիման վրա եւ դա է քաղաքացիների պաշտպանության երաշխիքը, այսինքն արկա է կոնկրետ վերահսկողություն նմանատիպ օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու նկատմամբ։